Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կամփոփենք Կապանում կայացած կամերային ներկայացումների փառատոնը եւ արտավազդ մրցանակաբաշխությունը, իսկ հիմնուրան Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մեկ շաբաթ շարունակ թատերական հրավառություն էր Կապանում, տեղի ունեցավ առաջին անգամ մարզում Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Ինչպես կգնահատեք ընթացքը։ Նախ բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ հյուրընկալվել եմ ձեզ, ինձ համար կարևորագույն, այսպես ասեմ, տեղ ու դիրք ունի իմ կյանքում թատրոնը, և թատրոնում տեղի ունեցած ցանկացած տոն իհարկե մեծագույն արժեք է, և կամերային ներկայացումների փառատոնը Կապանի նույնպես զերծ չէ այդ արժեքից, իրապես այն ունի հաստատակամ դեր թատերական կյանքում և կարծում եմ, որ պիտի ընթացքում էլ իր դերն ու նշանակությունը ապացուցի մեր հայաստանյան իրականությունում, թատերական ասպարեզում։ Իհարկե, նման փառատոնները զարկ ու մեկնարկ է մշակութային մերձեցման։ Նման փառատոնները կարևորագույն է փորձի փոխանակման, թատերասեր հասարակությանը ներկայացնելու մայրաքաղաքային թատրոնների կյանքը և մարդիկ այս դեպքում հաստատապես կմերձենան նաև մայրաքաղաքային թատրոններին։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մարդիկ ուզում են հաճախել, հնարավորություններ չեն ունենում և նման փառատոնները իրոք պետք է մարդկանց պահել ուշադրության կենտրոնում, չէ որ թատրոնը դա այն վայրն է, որտեղ տեղի է ունենում փոխակերպում, որտեղ տեղի է ունենում այլակերպում և մարդիկ ականատեսն են լինում այդ ամենին, և ի վերջո թատրոնը այն վայրն է, որը ցույց է տալիս ուղիներ և մարդուն ասում է դու ընտրի, որտեղ, ինչպես, երբ կարող ես գնալ։ Համարձակ քայլ էր Կապանում նման փառատոն անցկացնելը, մի փոքր մանրամասնենք ինչ ներկայացումներ տեղ գտան խաղացանկում, հանդիսատեսը ինչպես ընդունեց, արդյոք կարծում եք, որ կապանյան հանդիսատեսը պատրաստ էր նման փառատոն իր քաղաքում ընդունելուն։ Դե ամեն դեպքում առաջին քայլը պիտի անես, պիտի այո ունենաս այդ համարձակությունը ու անես առաջին քայլը ու կարծում եմ մեր տնօրեն Տիգրան Աթայանի հետ միասին համարձակություն ունեցանք ու արեցինք այդ քայլը և ես վստահ կարող եմ ասել այն խմբերը, ովքեր ներկայացված էին, ովքեր եկել էին մայրաքաղաքից, Գյումրիից, շրջաններից, իրենք իրենց հետ բերել էին նաև իրենց, այսպես ասած, մի մասնիկը, որը պիտի ներդնեին Կապանում։ Եվ վստահ եմ, որ այդ ամենը կարողացան նրանք անել, իսկ ընտրության հարցը այսպես էր, դե բնականաբար մեր բեմի պայմանները այսպես մասսայական ներկայացումների համար նախատեսված չէ, թույլ չի տալիս, ցավոք սրտի, բայց թույլ է տալիս կամերային ոճի ներկայացումներ, մի քիչ ավելի այսպես ընդլայնված տեսքով և այդ ամենը կարծես նկատի ունենալով, հաշվի առնելով, մենք խմբերին հայտերը ուղարկելով, հրավեր կանելով, նրանք արդեն որոշեցին ու արդեն իրենց որոշման հետ հանդերձ ներկա գտնվեցին իրենց ներկայացումներով։ Այդ ներկայացումները ժամանակի ընթացքում լավագույն ներկայացումներից են եղել ու մինչև հիմա դեռ թատրոնների ռեպերտուարներում կա, մինչև անգամ կային ներկայացումներ, որոնք արժանացել էին արտավազդ մրցանակաբաշխության տարիներ առաջ ու որոնք մինչև հիմա թատրոնների ռեպերտուարում կան այդ ներկայացումները։ Խաղում են լի դահլիճներով ու հանդիսատեսը շատ շնորհակալ է նրանց այդ ամենի համար։ Չէ որ երբեմն մենք նայում ենք ներկայացումը ու այդ ներկայացումը մեզ տանում է մեր հուշերի գիրկը։ Ամեն մեկս մի պահ ընկնում ենք, այսպես ասած, մեր հուշերի գիրկը հետադարձ հայացք նետելով մեր անցյալին, որտեղ որ կայացել ու ամրացել է մեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը և ինչու ոչ, ահա կարող եմ ասել նաև միջին տարիքը, որը այս օրերին մեր ամրանում է և ամրապնդվում է։ Բովանդակային առումով էլ տարբեր թեմաների ականատես եղանք ներկայացումները, կարծեք թվում է թե կամերային ներկայացումների փառատոներ, թվում էր թե պետք է ինչ-որ մի գիծ լիներ, բայց իրականում դրանք բոլորը իրարից տարբեր են։ Ոչ մի ներկայացումը, ոչ մի ներկայացմանը նման չէր։ Այո, շատ ճիշտ եք նկատել, ժանրային տարբերություն պիտի լինի, որովհետև հանդիսականին եթե տալիս ես
միշտ նույնանման ներկայացումներ, դա կարող է մի փոքր, այսպես ասած, ձանձրալի ինչ-որ տարեր մտցնել հանդիսատեսի մեջ, նրան պիտի տաս մի օր այսպիսի ներկայացում, մի օր այնպիսի ներկայացում, մի օր երաժշտական ներկայացում, մի օր վավերագրափաստագրական ներկայացում, մի օր պիտի տաս դրամա, մի օր պիտի տաս կոմեդիա, որպեսզի փառատոնն էլ, այսպես ասած, համապարփակ կերպով իր մեջ պարունակելով այդ ամենը զանազանություն եւ տարբերություն ունենա։ Թե չէ կարծում եմ, որ միագիծ եթե լիներ այդ ամենը, եթե ասենք օրինակ ենթադրենք, ասենք կապանի կամերային ներկայացումներ կամ կապանի կոմեդիայի ներկայացումների փառատոն։ Օրինակ ասենք բոլոր ներկայացումները կոմեդիաներ լինեին բան։ Այս մի քիչ ուրիշ է, բայց մեր ֆորմատը, որը որթեգրել ենք ու հավատարիմ մնացինք, այսպես էր բազմաժանր ուզեցինք լինել, որպեսզի հանդիսատեսը եւ սա տեսնի, եւ նա տեսնի, եւ այո, ես վստահ եմ, որ հանդիսատես եղել է, որ այս ներկայացումն է հավանել, եղել է, որ այն ներկայացումն է հավանել, նա չի հավանել, դա նորմալ է։ Դա այդպես պիտի լինի։ Դե բնականաբար դրա համար փորձում ենք բազմաժանր լինի, որպեսզի յուրաքանչյուր մարդ իրեն հարմար ներկայացումը գտնի եւ գնա հետևից ներկայացում։ Առանց որևէ մեկին նեղացնելու ձեզ համար անձնական սեփական կարծիքով ո՞ր ներկայացումն կարելի է ֆավորիտ ներկայացում համարել։ Ձեզ համար իհարկե, ձեր կարծիքը։ Իհարկե հարգանքս բոլորին, իմ գործընկերներն են, մարդիկ կային, իմ խաղընկերներն են եղել դեռևս Երևանում, իմ ուսանող ընկերներն են եղել, բայց ես կտարանջատեմ Սասունցի Դավիթ ներկայացումը Արմեն Քուշկյանի կատարմամբ, Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ Արմոնո միջազգային փառատոնի շրջանակներում այդ ներկայացումը կառանձնացնեմ, որովհետև ինձ համար դա բացահայտում էր, մոնո էր, ճիշտ է, տեսեք խոսում ենք կամերային, բայց մոնո ներկայացում էլ կար, ինչ հաճելի է։ Դա իր գեղագիտությամբ, իր թատերական լուծումներով մի այլ էջ ու հարթություն բացեց ինձ համար, իմ ընկալման սահմաններում ինքը բացառապես կարևորագույն տեղ զբաղեցրեց, շատ լավ ներկայացում էր, այո, կարելի է ասել գրեթե անթերի։ Մեր թատրոնին ինչ տվեց փառատոնը։ Թատրոնին փառատոնը տվեց նախ ամենաառաջինը, կային թատրոններ, ովքեր առաջին անգամ էին կապանում։ Կային թատրոններ, ովքեր եղել էին, բայց եւ այնպես նորից ցանկություն հայտնեցին լինել կապանում։ Մեզ գործընկերական շրջանակը լայնացրեց։ Մեր համար ուրեմն եղավ այն կարևորագույն կետը, որին սպասում էինք։ Դերասանների, այսպես ասած, փորձի փոխանակման եւ մաստեր կլասների, ինչու ոչ նաեւ այդ իրավիճակները։ Չէ՞ որ մենք երբեմն նստում ենք որպես հանդիսատես, մենք դերասաններս նայում ենք մեր խաղընկերոջը, մենք գիտենք ինքը ով է, ինչպիսին է, բայց այնքան հավաստի, այնքան իրականությանը մոտ, որ երբեմն գնում ենք իր հետ մոռացության մատնելով մեր ներկայությունը հանդիսասրահում։ Այս մերձեցումը տվեց, մեր կապերը եւս մեկ անգամ ամրապնդեց, մեր ապագա ծրագրային անելիքների մասին խոսեցինք եւ կարծում եմ, որ կունենանք հնարավորություն թատրոնների հետ համատեղ ներկայացումներ անելու։ Սա շատ կարևորագույն քայլ է եւ վերջին հաշվով կապանը այս մի շաբաթվա ընթացքում դարձավ հայաստանյան թատերական կենտրոնը, որտեղ որ շատ կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան, հատկապես ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նույնպես շատ կարևորագույն անցք էր, որ տեղի ունեցավ կապանում։ Համագործակցության ծրագրեր կան արդեն նախանշված, թե դեռ այսպես զրույցների մակարդակով է։ Դե այսպես զրույցների մակարդակով է, հուսանք, տեսնենք։ Մեզ համար կարծում եմ 9-ամյակին ընդառաջ լավ բաներ պիտի որ լինի։ 90-ամյակից խոսենք, չմոռանանք, որ այս ամեն ինչը նվիրված էր մեր թատրոնի, մեր սիրելի թատրոնի 90-ամյակին, էլ ինչ ենք սպասում 90-ամյակի շրջանակում։ Դեռ թատերական տարին չի սկսել 90-ամյակի, հաճախ սկսում է
Լավ սկիզբ էր, բայց ամենայն դեպս։ Այո, լավ սկիզբ էր, լավ նախասկիզբ էր, լավ հիմք էր։ Այո, նախասկիզբ երևի ավելի ճիշտ կլինի ասել։ Անցում կատարելու 90-ամյակին, 90-ամյակի համար նախատեսած միջոցառումների ցանկ կա, այսպես սևագիր տեսքով դեռևս, հիմա մի փոքր հանգստանալուց հետո կարծում եմ կանդրադառնանք այդ միջոցառումների ցանկին, դե բնականաբար թատրոնում պիտի լինի հոբելյանական երեկո նվիրված 90-ամյակին, պիտի լինեն պրեմիերաներ, պիտի լինեն ֆիլմեր պատմող թատրոնի մասին, թատրոնի ողջ ստեղծագործական այն ընթացքի մասին, ծնունդից մինչև այսօր շահագրգիռ ենք Տիգրան Աթայանի հետ միասին, որպեսզի տպագրենք գիրք, որը ոչ միայն խոսի թատրոնի մասին, այլ նաև շատ լավ արխիվ կլինի մեր թատրոնի համար եւ համերգային միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն թատրոնի 90-ամյակին, օրինակ հիմա երկրագիտական թանգարանում ցուցասրահում բացվել է թատրոնին նվիրված այսպես ասած ցուցահանդես, դա նույնպես միջոցառումների շարք է, կարող են այցելել մեր կապանցիները, տեսնել այնտեղ, թատրոնի պատմությանը ծանոթանալ, տեղեկանալ, իմանալ, մի խոսքով այսպես միջոցառումների շարք, ինչքան հնարավոր է փորձելու ենք նշանակալի տոնել 90-ամյակը, որովհետև դե ամեն տարի 90-ամյակ չի լինում։ Այո։ Մի քիչ էլ խնդիրներից խոսենք, ինչ խնդիրներ ի հայտ եկան փառատոնի եւ կազմակերպական ընթացքում եւ բուն փառատոնի ընթացքում եւ ինչպես փորձեցիք լուծում տալ եւ արդյոք ձեր պատկերացրածից քիչ էին խնդիրները, գուցե դուք այլ բան էիք պատկերացնում, իրականում այլ բան եղավ եւ մեր թատրոնի շենքի հնարավորությունները բոլորս է գիտենք, որ շենքը վերանորոգման կարիք ունի, թարմացման կարիք ունի, բեմը ինչպես կարողացաք հարմարեցնել այդ ներկայացումներին եւ այսպես էլ ընթացիկ խնդիրներից։ Շատ լավ։ Գիտեք, այդ խնդիրները այնքան փոքր էին, որի մասին կարծեմ չարժի խոսել։ Բնականաբար լինում են խնդիրներ, բայց դու եթե ժամանակին փորձառու կերպով այդ խնդիրը հեռացնում ես ընդհանուր պատկերից, ինքը այդքան էլ նշանակություն չի ունենում այդ խնդիրը։ Եվ փառք Աստծո մեր ողջ կոլեկտիվը մեկնվել էր հենց փառատոնի կազմակերպման, կայացման գործին։ Դե բնականաբար, ինչպես կարող է խնդիրներ չլինել, բայց մենք փորձում ենք շրջանցել այդ խնդիրները, իրենց նշանակություն չտալով, հենց նշանակություն տվիր խնդրին, ընդունում ես բեռի տակ, ու դժվարությամբ ես հետո կարողանալու լուծել։ Այդ հետո մեր թատրոնի ճիշտ եք ասում, պայմանները այդպես շատ լավ չեն, բայց բավական էր ներկայացումներ կազմակերպելու համար, դե մարդիկ էլ ըմբռնումով էին մոտենում այդ հարցին, դե մենք ունենք, այո, իհարկե բեմի հետ կապված, թատրոնի շենքի հետ կապված խնդիրներ, բայց եւ այնպես փորձեցինք հնարավորինս հավուր պատշաճի ներկայանալ եւ ոչ մի թատերական խումբ չտուժեց իրենց ներկայացումով, որովհետեւ հնարավորինս այդ ամենը կազմակերպվել էր բարձր մակարդակով։ Ինչ հնարավոր էր մեր կողմից, մեր բեմի տղաները, մեր բեմադրական մասը պատրաստական վարկյան կողքներին կանգնած, չէին թողում, որ մի վարկյան նեղության մեջ մնային, միանգամից օգնության ձեռք էինք մեկնում եւ իրենց ուզածով կազմակերպում, բեմը դնում, բեմը հավաքում, ճանապարհում, մյուսին դիմավորում, մյուսին օգնում, դնում, մի խոսքով վստահ եմ, որ բոլորը գոհ են, իրենց գոհունակությունը բարձրաձայն հայտնել են մեզ եւ մենք էլ մեր գոհունակությունն ենք հայտնել իրենց ժամանման, ներկայացման, իրենց պատրաստակամության համար։ Եվ փառատոնը եզրափակվեց, կարելի ասել, մեկ կարևոր թատերական իրադարձությամբ, որը տարվա կարևորագույն թատերական, ամենամեծ երևի թե թատերական իրադարձությունն է, Արտավազդ մրցանակաբաշխությամբ մարտի 27-ին Կապանյան հանդիսատեսը եւ Երևանի ժամանած հարյուրավոր, չգիտեմ ինչքան ոգեն, այո, դերասաններ Սյունիքի սրտում, այսպես ասած, ստացան իրենց մրցանակները, խոսենք մրցանակաբաշխությունից, ինչպես ընթացավ կազմակերպումը, ինչպես կարողացաք կյանքի կոչել, առաջին անգամ էր Արտավազդը Երևանից դուրս գալիս եւ այդ մեծ ծավալով այդքան հյուր ընդունել, կազմակերպել բարդ գործ է, կարծում եմ։ Երբ միտքը հղացավ փառատոնի, ես եւ Տիգրանը զրուցում էինք, ուզեցինք, քանի որ դե գիտենք ապագայում 90-ամյակներ լինելու, ուզեցինք նաեւ որ ՀԹԳՄ-ի այդ ամենամյա Արտավազդ մրցանակաբաշխությունը նույնպես Կապանում անցնի,
Զանգահարեցինք պարոն Ղազանչյանին առաջարկեցինք որպես հրավիրող կողմ, կազմակերպող կողմ, այսպիսի մի բան հնարավոր է թե չէ։ Ղազանչյանը լսեց, ոգևորվեց, ասաց ես գալիս եմ Կապան։ Եկավ Կապան, նստեցինք, զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի, որ Արտավազդին նախորդող մեկ շաբաթը լինելու է Կապանի կամերային ներկայացումների փառատոն, այնուհետո Արտավազդ մրցանակաբաշխություն եւ սա կարծես այն հենքն է լինելու դեպի 90-ամյակ տանող ճանապարհին, որը հաստատապես կարմատավորի մեծագույն նվիրումը թատերասեր հասարակության մեջ, ինչպես նաեւ մեր թատրոնի իրականության մեջ։ Եվ այդպես պարոն Ղազանչյանի հետ եկանք ընդհանուր հայտարարի, դիմեցինք պարոն Մարզպետին Ռոբերտ Ղուկասյանին, պարոն Մարզպետը երկու ձեռքով ասաց ես կողմ եմ, կանեմ առավելագույնը, որպեսզի այդ ձեր մտահղացումը իրականություն դառնա։ Եվ Փառք Աստծո ամեն ինչ, այսպես ասած, գնաց մեր ուզածով եւ այն իրականություն դարձավ եւ որի համար շատ ուրախ ենք։ Արտավազդ մրցանակաբաշխությունը ողջ թատերական տարվա ընթացքում ունեցած, այսպես ասած, մեր միակ մրցանակաբաշխությունն է եւ որին այո արտիստները, թատրոնները սպասում են այն արձագանքին, թե ինչպես է գնահատվելու իրենց աշխատանքը։ Մի խոսքով, այսպես որոշելով, իրագործելով 3 տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, ամբողջ Կապանը թնդում էր ողջ Սյունիքը կարելի ասել, այո, բոլոր տարբեր անկյուններում քաղաքի բոլորը ստացան իրենց մրցանակները, շնորհավորում ենք բոլորին եւ կարծում եմ, որ սա եւս մեկ առիթ է ել ավելի ջանասիրաբար աշխատելու համար։ Աշխատանքը աշխատանք, բայց առանց ֆինանսական միջոցների բնականաբար այս ամեն ինչը հնարավոր չէր կազմակերպել, ովքեր կանգնեցին ձեր թիկունքին եւ կազմակերպական առումով եւ ամենամեծ բեռը, այսպես ասած, ֆինանսական իրենց վրա վերցնելով։ Ամենամեծ բեռը իր վրա վերցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ու շնորհակալություն, որ առանց որևէ տրտնջալու ասաց, որ այո, մենք պատրաստ ենք այդ մշակութային միջոցառումների շարքը ֆինանսավորելու։ Դե առանց դրա չի լինում, դե նրանք նույնպես գիտակցում են այդ փաստը, որ կարևոր է մշակույթը մարդու կյանքում, քաղաքային կյանքում եւ ձեռք մեկնեցին ու իրենց ուսերին տարան այդ մեծ բեռը։ Եվ վերջում որպես ամփոփում կապանցին նորից այդքան նշանավոր դեմքերի միանգամից մի վայրում կտեսնի շարունակականություն, այսպես ցույցելու է կապահովել։ Այո, կարծում եմ, այո, 90-ամյակի հոբելյանական երեկոյին, այո, այդպես պիտի լինի։ Այդպես է կարգը ընդհանրապես։ Եթե փառատոնի մասով արդեն մյուս տարի պիտի տարեսկզբին պիտի մտածենք արդեն որպեսզի մեր փառատոնը դառնա ամենամյա եւ փորձենք ավելի այսպես լայն շրջանակներ հրավիրել, կարծում եմ եւս մի 2-3 ներկայացումը ավել չէր խանգարի։ Այո, հանդիսատեսը պահանջը ուներ, այո, որովհետեւ երբ հայտարարվեց այս փառատոնի մեկնարկի մասին եւ ներկայացումների ցանկը արդեն ցուցադրվեց մեր Facebook-յան էջով, Instagram-յան էջով, բաներներով, տպագրությամբ, որոնք փակցված են քաղաքի տարբեր հատվածներում, միանգամից հանդիսատեսը արձագանքեց, մինչև անգամ Մարզկենտրոն Կապանը այդ Facebook-յան էջում կար ներկայացումների համար գրել էին, իսկ ով ունի տոմս վերավաճառելու, ես պատրաստ եմ գնելու, այսպիսի հայտարարություններ կար, որը շատ ոգևորիչ է, շատ։ Հուսանք հաջորդ տարի արդեն հնարավորություն կտա դահլիճը շատ ավելի մարդ հյուրընկալելու եւ կռիվ չի լինի տոմսի համար, ճակերտավոր ասած։ Դե շարունակականությունն էլ փորձենք ապահովել, նաեւ կարծում եմ պարոն Ղազանչյանը այս տաղավարում հետաքրքիր միտք խղացրեց, որ կարելի է նաեւ մտածել հատուկ փառատոնային ներկայացումներ ստեղծելու մասին թատրոնները գուցե եւ արդեն։ Դե շատ ավելի լավ կլինի, այո։ Ավելի լավ որակի ներկայացումներ։ Ասենք, գիտեք ոնց, կարելի է ներկայացում բեմադրել հատուկ փառատոնի համար։ Փառատոնային ներկայացում։ Հա, դա ռեպերտուարում չի խաղացվում թատրոնի, դա փառատոնի համար է։ Ուրեմն ինչքան հետաքրքիր կլինի, եթե կապանցին սիրում է այս արտիստին, փառատոնը անցկացվում է Գյումրիում, նա հաստատ կգնա կհասնի Գյումրի։ Եթե գյումրեցին սիրում է իր արտիստին, փառատոնային ներկայացումը, որը բեմադրվել է Գյումրիում ու պիտի խաղացվի Կապանում, Գյումրեցին կգա կհասնի Կապան այդ ներկայացումը դիտելու։ Այսպես նաև
այս անիվը կպտտվի, մարդիկ կային առաջին անգամ են կապանում, ինչպես դա մի քիչ անհասկանալի է, երևի թե հենց մշակութային միջոցառումների պակասն է կամ սպորտային, որ մարդիկ քիչ են հաճախում այսպես։ Զարկն ու մեկնարկը տրված է արդեն, կարծում եմ սա կարելի է պահել, պահպանել ու տանել առաջ։ Շնորհակալ ենք շատ պարոն Խաչատրյան ժամանակ տրամադրելու համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք ամփոփեցինք Կապանում այս օրերին կայացած կամերային ներկայացումների փառատոնը եւ արտավազդ մրցանակաբաշխությունը։ Հաջողություն։